Բագրատ Սրբազանի կեցավայրում վաղ առավոտից սկսած եւ ժամեր տևած խուզարկությունից հետո ազգային անվտանգության ծառայության դիմակավորված աշխատակիցները ձերբակալեցին Սրբազան շարժման առաջնորդին։ Ավելի ուշ նրան մեղադրանք ներկայացվեց 2 հոդվածներով ահաբեկչություն եւ իշխանության յուրացում։ ԱԱԾ աշխատակիցները Սրբազանին նստեցրին Toyota Մակնիշի քաղաքացիական մեքենա եւ բերման ենթարկեցին քննչական կոմիտե։ Մինչև մեքենա նստելը Սրբազան շարժման առաջնորդը իշխանությանը զգուշացրեց, քիչ ժամանակ է մնացել։ Չարիք, լավ լսի։ Ինչ էլ որ սարքելի ունես, ինչ էլ որ ուզում ես անել, քեզ շատ քիչ ժամանակ է մնացել։ Դիմացի կգա։ Մինչև Բագրատ Սրբազանին ձերբակալելը քննչական կոմիտեն այսօր վաղ առավոտյան հայտարարություն տարածեց, պնդելով, թե մեջբերում եմ Սրբազան պայքարի շարժման մասնակիցները եւ ղեկավարները պլանավորել էին Հայաստանում իրականացնել ահաբեկչական եւ իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ Բագրատ Գալստանյանը նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է իշխանությունը ստանձնելու գործընթացն իրագործել սահմանադրությամբ չթույլատրված եղանակով։ Իրավապահների պնդմամբ այդ նպատակի իրականացման համար Գալստանյանը շարժման մի շարք մասնակիցների հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում ձեռք է բերել ահաբեկչություն կատարելու եւ իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ եւ գործիքներ։ Այս հայտարարությունից հետո արդեն քննչական կոմիտեն տարածեց մի շարք ձայնագրություններ, դրանք վերագրելով Բագրատ Սրբազանին։ Այդ ձայնագրություններում խոսվում է հնարավոր սպանությունների, մեքենաներով ճանապարհներ փակելու, հոսանքն ու ինտերնետը անջատելու պլանների մասին։ Այս ձայնագրությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ հատիկ առ հատիկ տարածել է Facebook-յան իր էջում։ Ընդ որում դրանց բովանդակությունը մեկնաբանելով Փաշինյանը հիշատակում է վեհափառի եւ կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի անունները։ Թե ինչպես էր Սրբազանը պատերի տակ գյուլում, գնդակահարում, անշուշտ կտրիճի օրհնությամբ եւ սամոների աջակցությամբ։ Դե էլ չասենք հոսանքի անջատումների սպոնսորը ով է։ Մեծ բարերար, աննկուն տեղափոխական եւ մեր ժամանակների գրաֆ Մոնտե Քրիստո, որ թքած ունի թե հեծի բաժանորդների վրա։ Հերթական շոուներ, մասկի շոուներ, ինչպես տեսա, երեկվա պլանի հետ կապված Պարզ է, որ այսօր նման տիպ գործողություն կատարվելու։ Ձերբակալված Բագրատ Սրբազանի փաստաբան Սերգեյ Հարությունյանն, ով ժամեր շարունակ ներկա էր Սրբազան շարժման առաջնորդի կեցավայրում տեղի ունեցած խուզարկություններին, պնդում է, որևէ իրեղեն ապացույց չի հայտնաբերվել, որը կհիմնավորեր իրավապահների կողմից ներկայացված մեղադրանքները։ Միակ ահաբեկչության հետ կապված ահաբեկող նյութը, որ կարող է Սրբազանի տանը հայտնաբերել, դա Հովհաննեսի հայտնության ապոկալիպսիսի նկարագրությունն է, այլ բան չէր կարող է տեղ լինել։ Լրագրողների ներկայությամբ իրավապահները Բագրատ Սրբազանի կեցավայրից դուրս էին բերում տարբեր փակարքեր ու պարկեր, որոնց պարունակությունը չէր երևում։ Տեսանելի էին միայն գունավոր ծուխ արձակող սարքերի մի քանի տուփեր։ Հա, այդ այն ծախերից են, որը յուրաքանչյուր քաղաքական ակցիայի ժամանակ լինում է, մանուշակագույն, եւ որը, եթե հիշում եք, ներկայիս վարչախումբը ազգային ժողովում 18 թվականին, թե ինչպես էր ծխում։ Սրբազան շարժման առաջնորդի կեցավայրից առգրավեցին նաև եռանկյունաձև մեկ ճանապարհային նշան, որը նույնպես իրավապահները խնամքով տեղավորեցին Բեռնախցիկում։ Կարծում եմ յուրաքանչյուր բարեխիղճ վարորդի մեքենայում այդպիսի նշան կա, երբ որ ասենք մեքենա խոտանվում է, պետք է հանի դնի։ Առգրաված իրերի մեջ էին նաև մի քանի տնտեսական ձողեր, որոնք փաստաբանի խոսքով քաջ ծանոթ են տնային տնտեսուհիներին եւ կիրառվում են տան մաքրության համար։ Կենցաղային գետնի շորի ձողն է, որը յուրաքանչյուրի տանը կա, բայց իրենք համարեցին դա ձող, հա, այն դեպքում, որ, չգիտեմ, 10 տարեկան երեխան անգամ կարա դա կոտրի, որովհետև դա բարակ թիթեղ է։ Սրբազանի հեռախոսը առգրավել է։ Այո, բոլոր հեռախոսները, բոլոր կրիչները, ամեն ինչ։ Բագրատ Սրբազանի հետ միասին այսօր ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները նույն վայրում ձերբակալեցին եւս մեկ հոգեվորականի Հրայր Սարգսակյանին եւ Բագրատ Գալստանյանի աջակիցներից մեկին՝ Մովսեսին։ Ձերբակալում են։ Ինչ որ հակատանկային բաներ պետքա բերենք, տանկերը պայթեցնենք, տենց ձևակերպում են արել։ Քննչական կոմիտեն ավելի ուշ հրապարակեց շուրջ 9 տասնյակ խուզարկությունների հետևանքով հայտնաբերված զենք զինամթերքի լուսանկարներ։ Սրբազան շարժման անդամները սակայն պնդում են դրանք օրինական են եւ այդ մասին են վկայում քննչական կոմիտեի հրապարակած լուսանկարներում երևացող վկայականները։ Սրբազան պայքարի անդամ դաշնակցական պատգամավոր Գառնիկ Դանելյանն էլ այսօր նշում էր, ինքն էլ օրինական զենք ունի եւ դա ոչինչ չի նշանակում։ Կան օրենքի շրջանակներում զենքեր, որոնք որ մեզ են պատկանում, դա օրենքով է նախատեսված էլի։ Ոչ օրինականի մասին, ապօրինի զենք զինամթերք կարծում եք չի հայտնաբերվել այս խոզարկությունում։ Ոչ, ունեք օրինական։ Այո։ Դուք էլ ունեք։
Իսկ զարմացա Հայաստանում ով օրինական ձեռքբերում։ Քննչական կոմիտեի իրեղեն ապացույցների շարքում նաև մի փաստաթուղթ է հրապարակվել, որում հանրությանը ծանոթ անձանց անուն-ազգանուններ են իրենց պաշտոններով։ Դրանցից մեկը Ռուբ Մելիքյան անունն է, որի տակ նշված է Արդարադատության նախարար։ Մենք զանգահարեցինք իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին, նա տեղյակել չէր, որ նման փաստաթուղթ է հրապարակվել։ Ամեն դեպքում ակտիվ իրավապաշտպան գործունեություն իրականացնող եւ ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց շահերը պաշտպանող Մելիքյանը պնդեց, իրեն ճանաչողները գիտեն, որ ինքը որևէ պաշտոնի ձգտում չունի, եւ երբ նույնիսկ իր հետ նման խոսակցություն փորձում են ծավալել, ինքը դադարեցնում է այդ քննարկումները, դրանք անընդունելի համարելով։ Սրբազան շարժման առաջնորդը ձեր հետ չի խոսել ամեն դեպքում այս թեմայով։ Դե բնականաբար ոչինչ ասել։ Եվ մի հարց էլ ունեք մտավախություն, որ գուցե դուք էլ բերման ենթարկվեք կամ ձերբակալվեք։ Ունեմ մտավախություն, թե չունեմ մտավախություն, ես մեծ հաճույքով ցանկացած ռեպրեսիայի պատրաստ եմ, համարում եմ, որ այս իշխանությունների կողմից հետապնդվելը մեծ երանություն է, թե որպես հայ, թե որպես քրիստոնյա եւ թե որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Իդեպ, քննչական կոմիտեն որպես իրեղեն ապացույց տարածել է նաև այսպես կոչված հեղաշրջման պլանի լուսանկարը։ Եվ եթե իշխանական լրատվամիջոցը Civic-ը այդ նույն փաստաթուղթը 3 առաջինը հրապարակելով փակել էր այդ պլանի ժամկետը, ապա այսօր քննչական կոմիտեն այն բաց ներկայացրել է։ Գործողության ժամկետը նշված 2024 թվականի հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 30-ը։ Այսինքն հեղաշրջման պլանը ըստ քննչականի հրապարակած լուսանկարի նախատեսված էր անցած տարվա համար։